Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումն է մայիսի 28-ին մեկ հարկի տակ հավաքել հասարակական քաղաքական գործիչներին, մտավորականներին։ Տոնական համերգը նվիրված է Հայաստանի Հանրապետության հռչակման 107-ամյակին։ Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հիշեցնում է, 107 տարի առաջ այս օրերին հայ ժողովուրդը կանգնած էր իր պատմության ամենածանր շրջադարձերից մեկի առջև, պայքարում էր ազատ ապրելու իրավունքի համար։ Վիճակոր հասական էր, Երևանում եւ ամենուր խոճապային տրամադրություններ էին, բնակչությունը մտածում էր ուր փախնել եւ փախնելու տեղը արդեն չկար առանձնապես։ Եվ այդ պայմաններում մեր ժողովրդի լավագույն զավակները իմի բերելով իրանց ուժերը կարողացան կանգնել եւ հակահարված տալ թշնամուն։ Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները ոչ միայն կանգնեցրին թշնամուն, այլև վերագծեցին հայ ժողովրդի ապագան։ Այսօր 107 տարի անց պատմությունը ինչ-որ չափով կրկնվում է։ Սակայն այդ 107 տարի առաջվա իրադարձությունները մեծ խորհուրդ ունեն մեր համար։ Առաջինը մեր հողը սրբազան հող է։ Նա սրբագործված է հերոսների արյամբ, նա պահված է հերոսների վճռականությամբ, սխրանքով։ Եվ այսօր մեր պարտականությունն է գիտակցել, որ այս հողը 29740 քառակուսի կիլոմետր չի, միլիմետր առ միլիմետր սիրելու հող է։ Այս հողի ամեն քառակուսի մետրը, ամեն քարը, ամեն թուփը, ամեն ծառը իր մեջ սխրանք է կրում։ Երկրորդը, այն հերոսները, որոնք ոտքի կանգնեցին Սարդարապատում, Բաշապարանում եւ Ղարաքիլիսայում։ Նրանք գնացին անձնազոհության, նրանք գնացին չվերադառնալու հեռանկարով, նրանք գնացին իրancsից մեծ ուժի դեմ, գնացին ու հաղթեցին, որտեղ նրանց մեջ էր այն ոգին, որը առանձնացնում է իսկական հերոսին, իսկական հայրենասերին։ 107 տարի անց Սարդարապատի պատգամը հիշեցնում է, երկիրը պահում են միասնականությամբ, հերոսությամբ, ազգային արժեքներով, հավատով ու զենքով։ Դուք միշտ հայոց սպանել,